Եվ առաջի տեղը, որ ուզում եմ կարդալ, դա Մատթեոս ավետարան 7-րդ գլուխ 13 խոսքն է։ Նեղ դռնից ներս մտեք, որովհետև լայն է այն դուռը, որ ընդարձակ, այն ճանապարհը, որ դեպի կորուստ է տանում, եւ շատվոր են նրանք, որ մտնում են այնտեղ, որովհետև նեղ է այն դուռը ու նեղված է այն ճանապարհը, որ դեպի կյանք է տանում, եւ քչվոր են, որ նրանք գտնում են։ Սել եկեղեցիկ, ամեն մարդիկ, ովքեր որ մեզ կլսեք, Տիրոջ խոսքը ռեալ ասում է։ Նեղ դռնից ներս մտեք, որովհետև լայն այն դուռը ընդարձակ, որ կորուստ է գնում։ Նեղ դուռ։ Հիմա նայեք, շատ անգամ մենք չենք ուզում այդ նեղ դռնով ներս անցնենք, որովհետև այդ նեղ դռան ժամանակ մենք լիքը բաներ պետք է թողենք դուրսը։ Հիմա նայեք, Հիսուսը բայց մեր առաջ պայման է դնում։ Սա է պայմանը երկինք մտնելու, դուռը մենակ սա է։ Դուռը մենակ սա է, ուրիշ դուռ չկա, եւ այդ դռան վրա գրած է Հիսուս Քրիստոս։ Այդ դռան վրա գրած է Հիսուս Քրիստոս, գրած չի Հովիվ, գրած չի, չգիտեմ, Ազատ եղբայր, գրած չի Գայան քույրի, գրած չի, չգիտեմ, ինչ որ մեկի անունը, գրած չի, բացի Հիսուսի անունից այդ դռան վրա ուրիշ բան չկա գրված։ Եթե դուք մի հատ դուռ ես անցնում, որի վրա ոչ մի բան չկա գրված, ուրեմն դու սխալ սենյակ ես մտնում։ Սխալ դուռ ես մտնում, սխալ տեղ ես գնում ու հայտի չի թե այնտեղ ինչ ես հանդիպելու։ Բայց այն դուռը, որի վրա գրած է Հիսուս Քրիստոս, այդ դուռը քեզ երկինք է տանում։ Այդ դուռը քեզ երկինք է տանում։ Եվ այդ դուռը ունի իր չափերը։ Պատկերացրեք, դա ես տեսել եմ մուլտիկում եւ մեկ էլ հնդկական այդ ռոլիկների մեջ եմ տեսել, իրանց մոտ այսպիսի ասենց երկար պոզերով ասես բույվլների կան։ Ասենց երկար պոզեր ունեն։ Մեկ էլ այդ Մաուգլի մեջն է, որ նստած վրան գնում է Մաուգլին։ Դուք պատկերացրեք, հիմա օրինակ մեր այս մուտքի դուռը որ կա, այդ դռնից ինչ որ մեկը, այսինքն նման կենթանի ուզենա ներս մտցնի։ Գիտեք, դռան չափերը թույլ չեն տալի, որ ինքը իր պոզերով ներս գա։ Պետք է կտրես այդ պոզերը, որ ինքը կարողանա ներս մտնի։ Գիտեք, շատ անգամ մենք այդտենց պոզերով ուզում ենք մտնենք այդ դռնից ներս։ Ոնց ուզում ենք չենք կարող մտնենք, ոնց տեղավորում ենք չենք տեղավորվում։ Գիտեք, մի կարևոր բան կա։ Դու պետք է վերցնես սղոցը կամ չգիտեմ ուրիշ ավելի հետաքրքիր գործի գնաց խրտ կտրեցիր այսանով կարամ մտնեմ զգում ես հետելա խանգարում են մեկն էլ ես կտրում այս որ կտրիր պրծել ոչ մեկի չես պոզարում հանգիստ գնում ես նեղ դռնից ասում են ներս մտեք նեղ դռնից գիտեք նեղ դուռը մեզ տանում է փրկության լայն դուռը տանում է մեզ կործանման այսօր մենք այդ ես եկել եմ այդ լայն ճանապարհից ես եկել եմ Հիսուսին այդ լայն ճանապարհից որտեղ մի ժամանակ ես մեղքի մեջ էի մի ժամանակ չգիտեմ աշխարհում էի մի ժամանակ այդ լայն ինչ ուզում անում էի այն ոնց որ մարդիկ գիտես ինչ էին անում այն որ ասում եմ մի բաժակ ջրի պես սուտ է խոսում հա մի բաժակ դե ջրի պես մեղք էի գործում ու մտածում եմ որ կյանքը է սա բայց գիտեք հենց կանգնեցի դռան առաջ հասկացա մի բան որ այս փորով չեմ կարող ներս մտնեմ գիտեք դա ինչ է նման դա կարծես են մեղքերի փորներ հա որ լիքը լցված էր եւ ես չէի կարողանում ներս մտնել միջև որ սկսեցի գիտեք ինչ անել մաշացնել ապաշխարել թողնել այդ մեղքերը թողնել այդ մեղավոր կյանքը եւ ես կարողացա այդ նեղ դռնից անցնել հետո սկսվեց մի քիչ գնալով դուռը ավելի էր նեղանում սկզբում մի քիչ ավելի լայն էր հետո ավելի նեղացավ հետո ավելի նեղացավ հետո սկսվեց հալածանքներ հետո սկսեց դժվարություններ հետո կարծես մի պահ գալիս որ ոչ մեկ քեզ չի հասկանում գալիս է մի պահ որ քեզ ոչ ոք չի հասկանում ախր դուք ոնց չեք հասկանում եկա քեզ չեն հասկանում այսօր առօրդով է դոլմա կերը դոլմա ով է կերը ահա մի հոգի կերել է հիմա ինչքան էլ ուզենա բացատրի թե դոլմայի համը ոնց է մենք չենք հասկանա ամեն մեկս այստեղ ինչքան մարդ է նստած ամեն մեկը իր պատկերացումն է կազմելու որտեվ քուրիկը բացատրելու դու պատկերացնում ես քո փաթաթածը քուրիկը բացատրելու դու պատկերացնելու ես քո էփածը
Դու չես կարող հասկանալ ինքը ինչ համավերապրե, միջև որ իր պատրաստածը դու չճաշակես։ Հիմա նայեք, ոչ ոք չի կարող հասկանալ այն դժվարությունը, որ դու անցնում ես։ Բայց դա քոնն է։ Դու պետք է անցնես այդ նեղ դռնով, թողնելով լիք ուրիշ բաներ։ Ես հիմա ուզում եմ մի հատիկ sense մի բան ցույց տամ քեզ։ Մի հատիկ մի բան եմ ուզում ցույց տամ քեզ, որ պատկերացա մենք այդպեսին ենք շատ անգամ։ Այնիշ որ հիմա դու կտեսնես, ես հարաբերական եմ քեզ հետ խոսելու, որտեղ կարծես քո մեղքերն են, կարծես քո այդ մեղավոր վիճակն է, դա աշխարհային վիճակն է։ Ահա, հիմա նայեք, պատկերացրեք այս ժիր են ասում, հա, ռուսերեն, հայերեն յուղը մի քիչ ուրիշ է, պատկերացրեք դու ասես գեր մեղքերով լցված մարդ ես։ Որտեղ աշխարհում մենք այդպեսին ենք։ Ես չեմ խոսում հիմա գեր մարդկանց մասին։ Գուցե մեկը ֆիզիկապես գերա, քավլից ես հարաբերական օրինակ եմ բերում։ Պատկերացա դու սա ես աշխարհում։ Եվ հիմա մի հատ նեղ դուր կա, դու պետք է տրնից ասնես։ Քեզ ինչ է հարկավոր։ Խնդրեմ շարունակեք։ Քեզ հարկավոր է մի բան, այս sense նիհարել։ Այդ յուղերը, всё, փակեք այս նկարը։ Այդ յուղերը քեզանից ինչ անել, կորցնել։ Դա նշանակում է, որ դու քո մեղավոր կարգավիճակը փոխում ես, թողնում ես այդ մեղքերը։ Առավելևս հիմա 21-րդ դարում բոլոր դիետոլոգները, սպորտսմենները, բժիշկները բոլորը խոսում են նիհարել, խոլեստերին, չգիտեմ այնպես բաներ անուն են տալի, որ այստեղ սերունդ կա, որ իսկի խաբարել չէ, դրանք ինչ էին։ Քանի դեռ դու այս նկարի պես չես դադարել այդ ջիրերից ազատվել, դու այդ նեղ դրից չես կարա ներս մտնես։ Գիտեք Մատթեոս 11:28-29-ում Հիսուս շատ հետաքրքիր մի հատ բան ասում։ Եսը կապում եմ իրար նեղ դռնից ներս մտնելու համար։ Ասում է ինձ նմանվեք, որովհետև ես հեզ եմ ու սրտով խոնար եմ։ Նայեք, Հիսուսն ասում է ինձ նմանվեք։ Այդ դռան վրա գրված է Հիսուս Քրիստոս եւ ասում է ինձ նմանվեք։ Կարծեք գիտեք ինչ է ասում։ Պայման է դռնով մտնելու սա է։ Խոնարհություն, հեզություն։ Գիտես, որ դու սկսում ես խոնարհվել, ինչքան էլ որ բարձրահասակ ես, այդ դռնից կարողանում ես ներս մտնել։ Կխնդրեմ հիմա մի հատ նկար ցույց տվեք։ Տեսեք, հիմա այստեղ մի հատ նկար եմ քեզ ցույց տալու, հետո մի հատ ուրիշ նկար եմ քեզ ցույց տալու։ Շատ անգամ, ոչ, սա չէ, մյուսը։ Այն մյուս առաջի նկարը։ Բոյով, հիմա նայեք։ Սա ինչի նկար է։ Բարդի է։ Քանիստ եք բարդի վրայից պոպոկ հավաքել։ Իսկ քանիստ եք բարդի վրայից ծիրան հավաքել։ Նայեք, բոյով, սենց, գնում է, չգիտես ուր է գնում։ Բայց ոչ մի բանի պիտանի չի։ Շինարարության մեջ էլ իր փայտը չեն կարողանում օգտագործեն։ Որտեղ վստահելի չի, շուտ կոտրվող է։ Վառելիքում էլ վերջն է հաշվարկում, հաճարի պես չի վառվում, ջերմություն չի պահում։ Թղթի պես վառումը վերջ։ Նայեք, բայց տեսեք ինչ բոյով է։ Գիտեք, հաճախ քրիստոնները այսպես են դառնում։ Քթները տնգած, յա սամի։ Երկու հատ էլ որ մարդուն գովում ես կամ երկու հատ էլ հնարավորություն ստալ, ինքը մտածում է, որ առանց իրա վсё, այս եկեղեցին կանգնելու է։ Ասեմ ձեզ մի հատ հայտնություն, ոչ մեկի չասեք, առանց ինձ էլ չի կանգնելու։ Որտեվ Տերը երբ որ ստեղ է, ինքը մեկը իր գործը անելու է։ Երանի քեզ, երբ որ դու այս մյուս նկարի պես, մյուսը թող ցույց տվեք, այս մյուս նկարի պես ես քո անձին վարժեստում, հիմա նայեք, սա ինչա ուռենի է։ Տեսեք, որտեղ է մի բան մեծացրեք այդքան, մի քիչ փոքրացրեք։ Նայեք, որտեղ է ուռենին, ջրի ափին։ Գիտեք, ուռենի սարի գլխին չի աճում։ Ուռենին պետք է անպայման ջրերի մոտ լինի։ Կամ գետի, կամ արվի, կամ աղբյուրի մոտ պետք է լինի ուռենին։ Ուռենին չես տեսնի դու սարի գլխին։ Ուռենին չես տեսնի դաշտի մեջտեղում, որտեղ որ ջուր չկա։
Գիտեք ինչի, որտեղ ինքը սնվում է այս ջրերից, երբ որ դու սնվում ես Աստծո կենթանի ջրերից, այնպես լոլոս չես դառնում։ Դառնում ես այսպես խոնար։ Եվ բարդու ճյուղը դու կարաս վերցնես թելի պես քարկապկցես ու չջարդվի։ Համաձայն ես։ Ինչի Աստված ուզում որ մենք այսպես լինենք, որ ոնց ուզենա մեզ կարողանա ձևավորի։ Իսկ բարդու ճյուղը վերցա ու զեդ քարկապկցես։ Շրխկոցը հելնելույա։ Աստված չի ուզում որ դու այդպեսին լինես, որպեսզի ուզենա քեզ մի բանում ձևավորի, դու շրխ ջարդվես։ Աստված ուզում է որ դու այսենց փափուկ լինես։ Իրա ձեռքերի մեջ, որ ինքը ուզենա քեզ օրինակ հիմար, հիշում եք, այստեղ մի սերունդ կա, մի բան սերունդը չգիտեմ, դες բանանում է թե չէ, բայց մենք մի սերունդ ունենք, որ մայիսում ինչ-որ մի հատ օր կար, որ ուռեն ու ճյուղերից այս պսակներ էինք սարքում, հիմա էլ կա, всё։ Հիմա նայեք ինչ էին անում մարդիկ, պսակ էին սարքում, հյուսում էին, քանիստ եք բարդու ճյուղերը հյուսել, չեք կարա, բայց գիտեք դու ուռի ճյուղերը կարող ես հյուսել, Հիսուսն ասեց ինձ նմանվեք, ես հեզ եմ ու սրտով խոնար եմ, գիտեք երբ որ դու այս ջրերի մոտ ես, դու միշտ խոնարհվում ես ու նմանվում ես Հիսուսին ու այդ դռնից դու կարող ես ներս անցնել, որովհետև դրան վրա հատուկ, այսպես ասեմ, սա իմ պատկերացումն է։ Հայերեն չգիտեմ ինչ են ասում դաչիկներին։ Դաչիկներ է դրած։ Որտեղ որ դու անցնում ես, ազդանշան չի միանում, կամ միանում է։ Եվ որ չոր ու ճրճրալեն ես անցնում, ազդանշանը միանում, ասում ես դու չես կարող անցնես։ Միանգամից դուրը փակվում է։ Բայց երբ որ դու իրականում ունես խոնար սիրտ ու հեզ բնավորություն, գիտես մյուս ազդանշանը միանում, որ մյուս դուրն էլ է բացվում, որ դու այդ դռներով ներս անցնես։ Եվ հիմա դու ես որոշում, մտնես այդ նեղ դռնից ներս թե ոչ։ Ես բարդի եմ։ Նայեք, բարդին հերվից երևում է, գիտեք։ Շատ քրիստոնյաներ ուզում են այդպես բարդի դառնան։ Բոլորը իրանց տեսնեն։ Բոլորը իրանց մասին իմանան, բոլորը։ Բայց գիտես, քչերն են որ ուզում են ուռուպես խոնարհվեն, ասում են Տեր կարևորը դու իմանաս։ Գիտեք շատ անգամ մարդիկ պայքարում են միա ծառայության համար։ Ոչ ոք էս կամախ չի եկե ինձ ասի, Հովիվ ջան, կարամ օրինակ հիմա կարգ ու կանոնի ծառայությունը վերցնեմ իմ վրա։ Ոչ ոք չի գալ ասում, Հովիվ ջան, կարամ օրինակի համար այդ ամբողջ շենքի օրինակի համար մաքրության գրաֆիկը վերցնեմ, գծեմ, կազմակերպեմ, այդ ամեն ինչը ես անեմ։ Հովիվ ջան, կլինի ես փառաբանությունում նվագեմ, կլինի ես երգեմ, կլինի ես մենակ փառաբանությունում, ուրիշ ոչ մի տեղ չեն ուզում։ Ինչի հարց։ Կանչված ես դրան, հետո կանչված ես դրան ողջունելի է։ Փառք Հիսուսին դրա համար։ Բայց եթե մենակ մի բանի համար ես ուզում այստեղ կանգնես, որպեսզի կամերայում երևաս, որպեսզի չգիտեմ մարդիկ ես տեսնեն որ դու ստե երգում ես, գիտես այդ դուրը քո համար արդեն խնդիր է դառնալու, որտեղ ուզում ես մենակ բարդուպես բարձրանաս, թող ինձ բոլորը տեսնեն։ Գիտեք, սա ցավալի է։ Սա ցավալի է։ Հիսուս ասեց ինձ նմանվեք, ինձ։ Ես ոնց եմ անում դուք էլ տենց արեք։ Մատ ինքներդ ձեզ հարց տվեք։ Վերջի անգամ որ ձեզ վիրավորել են կամ նեղացրել են, ինչ եք արել։ Մեկ անգամ է շատ տարիներ առաջ Դենիս Պադարոժին այդպիսի մի հովիվ կա, հիմա էլ կա, մի քիչ տկար առողջական խնդիրներ ունի։ Մի շատ ուժեղ բաներ պատմում։ Մի կնոջ մասին, որ ինքը հերթի մեջ սկսում է մեկին պատմել Հիսուսի մասին, որ մենակ մեր եկեղեցին լավ է կգաս, մեր եկեղեցի Հիսուսը սենց, մեկ էլ ասում մեկ եկավ, արանքից ուզում էր անցներ, ասում մեկ էլ էս կնոջ մոտ փոխվեց, տրանսֆորմացիայի ենթարկվեց, ասում այդ հրեշտակի թևերը իջան, պոզերը էլան, ու մեկ էլ ուր ես գնում։ Ես մի հատ բան մենք էլ ենք բոլորս մի ոսմասիչ լավ է, հայեր ուզում էին միանա իրան, ասել ես էլ եմ քրիստոնյա, լրեցի նստեցի, եթե մանգակ YouTube-ում իր այդ վկայությունը կարա գտնեք։ Հաճախ գիտեք քրիստոնյաներ այդպես են դառնում։ Մեկը հանգարց ոտը տրում է, մեկը դառնում են։ Իա։ Դու ով ես որ ինձ սենց բան ասես, դու քանի կիլո ես, հələ իմ քաշը նայի։ Համես ասել չող,
հոգևոր չախ, մեղքերով։ Այգա ես տակ ցկալել է թումա, որ դռնից ներս մտնի։ Գիտեք, սա ցավալի է։ Սա իրականում ցավալի է։ Հիսուսը ինձ նմանվեք, ինձ։ Ես ոնց եմ, ես Աստված եմ, բայց խոնարհացրել եմ իմ անձը։ Խաչի մահն եմ ընտրել։ Չէ, ես դա չեմ ուզում։ Ես ուզում եմ այն գահը, որ ձեր եկեղեցում դրած է Հիսուսի համար, գոնեն վերևին թևը, որ հենվում է, գնամ այդտեղ նստեմ։ Հիսուսի կողքն եմ, որ բոլորից տենան։ Գիտեք, դրա համար գինես վճարելու։ Ինչքան որ ուզում ես բարձրանաս, երկու անգամ պիտի խոնարհվես։ Պայմանը դա է Աստվածաշնչի։ Մենք չենք ուզում խոնարհվենք, բայց ուզում ենք նա։ Հիմա նայեք։ Գիտես, մեր խոնարհվելը սկսվում է այն նկարի պես մեղքերից ազատվելով։ Գիտես, դու ինչքան մեղքերից ազատվում ես, այնքան սկսում ես խոնարհվել։ Ով ունի իրեն խանգարող որովայն, չախ։ Հիմա նայեք, կամ են մարդիկ, ովքեր որ մեզ կլսեք, երբ որ դու սենց լավ կլորիկ որովայն ունես, դու չես կարող կռանալ քո կոշիկի շնորհքները արձակել կամ քո նասկիները հագնել, որովհետև քո որովայնը քեզ խանգարում է կռանալու, համաձայն եք իմ հետ։ Բայց որ դու չունես որովայն, ունես սենց գեղեցիկ կազմված, օրինակն եմ բերում, դու կկռանաս, դու գլուխդ կարած ծնկներիդ կպցնես, որտեղ քեզ խանգարող ոչինչ չկա։ Բայց որ ունես սենց գեղեցիկ կլորիկ, սենց որովայն, որը որ քեզ խանգարում է կռանալու, դա ես հոգևորն եմ ասում։ Քեզ թույլ չի տալի, որ դու խոնարհվես։ Դու ուզում ես խոնարհվես, բայց փորը չի թողում։ Շուչոս կտրվավ։ Վրաս մի անգամից քիդը նորից վերև ես հանում։ Բայց որ չունես այդ որովայնը, դու կարող ես խոնարհվել։ Ասել Տեր, ես ուզում եմ քեզ նմանվեմ։ Ես սա հոգևոր եմ խոսում։ Ես չեմ խոսում որևիցե մի օրինակի համար գեր մարդու մասին։ Ես չեմ խոսում որևիցե մի գեր մարդու մասին, ֆիզիկապես, քավլիցի։ Ոչ մեկին չեմ ուզում որևիցե ծնծրան ոչ մեկ տոկոս անգամ նեղացնեմ կամ վիրավորեմ։ Ես խոսում եմ հոգևոր գեր, մեղքերով գեր մարդու մասին, որը որ չի թողում այդ մեղքերը իր անձը խոնարհվի։ Եվ Հիսուս մեկ ճանապարհ ցույց տալի, դուռը, երկին գնալու դուռը։ Եվ այդ դռան վրա կա, այսպես ասեմ, կոդ։ Այս մեկի վրա գրած է խոնարհություն, այս մեկի վրա գրած է հեզություն։ Կոդը հավաքեցիր, դուռը կբացվի կմտնես։ Կոդը հավաքում ես, չի բացվում։ Կոդը հավաքում երրորդ անգամ շո բլոկ են գնում։ Գնում ես նորից սկսում ես ապաշխարել։ Նորից ես գալիս։ Այս անգամ բռնես կոդը, վերջ, մտա։ Այդ չկա այդ որովայնը, խանգարող ոչինչ չկա։ Ես կարող եմ խոնարհվել, այդ նեղ դռնից ներս մտնել։ Այսօր աշխարհը ուզում է որ բոլորից բարդուպես գտներես տնկված ու ոչինչ չունենանք։ Քանիստ եք տեսե, խնդրում եմ մյուս նկարը դրեք, քանիստ եք տեսե բարդուպես ոբան, խաղողի ոբան վազ։ Քանիստ եք տեսե։ Նայեք ինչ խոնար է այս վազը։ Շատ մի մեծացրեք, նկարը փոխվում է։ Տեսեք ինչ խոնար է այս վազը։ Բայց հələ պտուղը նայեք, հələ նայեք, ինչ գեղեցիկ, սոց կորմիր, Այս մարդ ամսին խաղով եք ցույց տալու նյամնայինք անում, չէ։ Նայեք, ոչ մի անգամ դուք չեք տեսնես վազերը բարդուպես են բարձր լինեն։ Խոնարը եւ ունի պտուղ իր վրա։ Գիտեք, Աստված սա է ուզում ինձանից քեզանից, որ մեր անձերը խոնարհվեն եւ այդ պտուղները մեր վրա լինի, որտեղ Հիսուս Հովհաննեսի 15-ի մեջ ասեց. ես որդն եմ, հայրը մշակն է, դուք ճյուղերն եք։ Այն ճյուղը, որ պտուղ է բերում, մշակումը ավելի շատ բերի, բայց այդ ճյուղը քիթը տնկած ու ինքն տեսել եք, չէ՞ որ այդպես մի հատ ճյուղ է գնում ասից հասնում չէ դալիճի վերջը։ Ու այգուտերը գալիս ասում է, «Էսի ինչի կա բորա, չէ՞, կտրում է, ասում է, գիտես կա դու խանգարում ես այն բերք բերող ճյուղին»։ Կտրում է։ Հետո հավաքում են, սարքում են լավ արքա, հետո մի օր խորոված են անում, որովհետև խաղողի այդ վազը, այդ լավ կրակ է պահում։ Բարդին կրակ ոչ, ես չեմ տեսել կան ժամանակ բարդու փայտով խորոված անեն։ Վերջն է հաշվարկում։ Խաղողի ճուղքերը էլի լավ բան համար պիտանի են դառնում,
Բայց ինքը իրականում խոնար է։ Նայեք տեսեք իր խոնարհության պտուղները։ Հիմա դու ես որոշում նեղ դռնով մտնես թե չէ։ Դու ես որոշում սենց խաղողի պես խոնարհվես ու պտուղ բերես։ Եկ ասես հովիվ ջան փորս խանգարում է, չեմ կարող խոնարհվեմ։ Այդ դեպքում սկսի ինչ անել են առաջին նկարի պես, այդ մեղքերից այդ ազատվել։ Սկսի հոգևոր ֆիզանոմիատ բերել, որովհետև Աստվածաշունչը ինչ է սովորեցնում մեզ, Աստված մեզ չի տվել վախի հոգի, տվել է զորության, սիրո, զգաստության հոգի։ Եվ որ մենք զորության, սիրո, զգաստության հոգով ենք շարժվում, գիտեք մենք ամեն ժամանակ կհասկանանք, մեկ էլ եկել է մեկը, քո նմանը չկա, գիտես որ դու քարոզում ես, գիտես ինչեր ալնում։ Հա։ Հա, տենաս ինչեր է կատարվում դալիճում։ Մեկ էլ մանրից ես գլուխը բարձանում է։ Այն մեկը գասում է լսեն որ աղոթեցիր բժշկվեցի, քիչելա բարձանում, մեկ էլ զգում է արդեն կամաց փորը գալիս է առաջ։ Գիտեք մենք շատ անգամ դրան ենք նման։ Մենք շատ անգամ դրան ենք նման։ Բայց Հիսուսը մի բան ասում, ինձ նմանվեք։ Գիտեք ոչ մեկ չկա երկրի վրա, որ Հիսուսի չափ հրաշքներ իմ պատկերացմամբ։ Որ Հիսուսի նման այդեն զորավոր հրաշքներ արածնեն, որ կարողանալ ես չեմ տեսել այսքան ժամանակ, որ ցեխը սարքեն դնեն աշկի մեջ, ասեն գնա լվասի, մեկ էլ աշկը դառնա։ Չեմ տեսել։ Գուցե եղել է, չգիտեմ, բայց չեմ տեսել ես։ Գուցե մարդիկ կնեն համացանցով կնային խիստ մի դատակ, ես չեմ տեսել։ Բայց Հիսուսը արեց։ Գիտեք անդամալուծին բերեցին մայճով, ասեց վերցրա մայճդ վեկալ գնա ինչ ես եկել հոգնած կլնես, մի քիչ իմ բառերով եմ ասում։ Վերցես գնաց, ես ո՞նց եղավ։ Գիտեք սա ամենակարևոր բանն է, որ մենք հասկանանք, որ այդ ամենի ինչի հետևում կանգնած է խոնարհությունը եւ հեզությունը։ Խոնարհությունը եւ հեզությունը։ Բայց մենք չենք ուզում այդ դռնով ներս մտնենք։ Մենք ուզում ենք ավելի մեծ դուր սարքենք, բարձր, որ գլուխներս տնկած մտնեն, գլուխներս չկպնի։ Գիտեք, ես մի բան նկատեցի, մի հատ տաճար կա, չեմ ուզում իրենց ազգության անունը տալ, որտեղ այդ ուղիղ եթերում չեմ ուզում այդ ազգին վիրավորել։ Գիտեք, իրանց տաճարը ես տեսա, որտեղ որ իրանք համար տաճար են սարքել, եւ այդ տաճարում գիտեք ինչ են արել, դուռը այսքան կարճ է։ Դուռը այսքան կարճ է։ Գիտեք իրաց նպատակը որն է։ Ես մեր առաքելական եկեղեցու ոչ մի տաճարի դռները չեմ տեսել կարճ։ Բոլոր դռները բարձր։ Այդ ազգը հեթանոս ազգ է, բայց իրաց դռները գիտեք այսքան է։ Նպատակը գիտեք որն է, որ դու իր տաճարը մտնելուց առաջ խոնարհվես։ Մեր գյուղի տարածաշրջանում մի հատ կա, մի հատ էլ Հոկտեմբերյան տարածաշրջանում կա։ Իրաց տաճարները։ Ու դուռը այսքան է։ Մտնելուց առաջ դու պետք է խոնարհվես։ Գիտեք իրանք վերցրել են մեր Աստվածաշնչի շատ բաներ, բայց ուրիշ բան են պաշտում։ Ուզում եմ կարդամ Մատթեոս ավետարան 16-րդ գլուխ 24 խոսքից։ Այն ժամանակ Հիսուս իր աշակերտներին ասեց. Եթե մեկը իմ հետևիցս ուզում է գալ, ուզում եմ տեսնեմ այն մարդկանց ձեռքերը, ովքեր ուզում են Հիսուսի հետևից գնալ։ Փառք Աստծուն։ Ձեր ձեռքերը միջացրեք, պահեք։ Մարդկա չի ուզում գնա, դրա համար չի բարձրացրել։ Իրոք ուզում եք Հիսուսի հետևից գնալ։ Ուզում եք Հիսուսի հետևից գնալ։ Բոլորդ եք ուզում։ Միջացրեք դրանք, շարունակություն եմ ուզում կարդալ։ Թողի իր անձը ուրանա, իր խաչը վերցնի հետևիցս գա։ Մնացին ձեր ձեռները։ Շնորհակալություն։ Պաստորեն ես ճիշտ եք եղացում եմ։ Այդ դեպքում ինչի անձը չես ուրանում։ Այդ դեպքում ինչի խաչը չես վերցնում։ Ուզում ես գնալ Հիսուսի հետևից, պայմանը սա է, անձդ ուրացի խաչդ վերցրա։ Բայց փորս կթողի։ Ես խոսում եմ այդ հոգևոր փորի մասին, այդ մեղքերով լցված փորի մասին։ Երիտասարդներ ասում են, Բոհով ջան, Instagram-ը կթողի։
Ոնց կարանք մենք Instagram-ից բաց թողենք ու մտնենք հոգևոր կյանք։ Ոնց կարանք։ Բա TikTok-ը, այս մեկը։ Ու շատ անգամ գիտեք ինչ եմ տեսնում, ոչ մենակ ստեղ։ Շատ տեղերում տեսնում երիտասարդները ծառայության նստած են, բայց իրանք հեռախոսի մեջ են։ Ուզում ես հետո հարցնում ես մեզ, ինչ էին քարոզում, ասում դե մի բան քարոզում էր էլի։ Ո՞վ պետք է այն քո կարգավիճակ, երբ որ դու եկեղեցում ես, բայց ոչ մի բան չես լսում։ Ուզում եմ շարունակեմ։ Որովհետև ով որ ուզում է իր անձը ապրեսնել, պիտի կորցնի նրան, եւ ով որ ինձ համար իր անձը կորցնում է, պիտի գտնի նրան։ Որովհետև ինչ կշահի մարդ, եթե բոլոր աշխարհը վաստակի եւ իր անձը կորցնի, կամ իր անձի համար ինչ ազատ չեք պիտի տա։ Փրկագին պիտի տա։ Like սա է գինը։ Օ, եղբայրս ինչ դաժան եք, ես իմանա այս բանը կարոզելուց որ եկեղեցի չէի գա։ Ես էլ չգիտի անցած կիրակ, որ ես կիրակ ես պիտի քարոզեմ։ Բայց հիմա նայեք ինչն է հետաքրքիր։ Նեղ դուրը սա է պայմանը։ Անձը ուրանալ խաչը վերցնել այդ նեղ դռնով անցնել։ Փշերը կծակեն, քարերը կծակեն։ Յա ուրեմն ես Փարսադարի տղա Մուրադս գամ հասնեմ ստունձի փշերը ծակեն։ Տեսեք չէ հարստացան հյուսիս կինոն։ Ես դրանց ցույց կտամ։ Ու մեկը տենում ես եկեղեցում տվին իրար մի քանի հոգի։ Ես դրանց ցույց կտամ, ոնց ինձ ասեն նետ։ Բարի գալուց հոգևոր կյանք։ Որտեղ որ քեզ կծակեն, որտեղ որ արում գնա, որտեղ որ ձվածեղ կանես կտաս կուտի կպրսի ձեռիդ մեջ կթքի։ Կասես լավ, ոչինչ, Տեր ջան, ես քո համար էի արել, ոչ չեմ դեղանում։ Եկել մատներ չափ հալախա տալի աշկերից կայծը թռնում է։ Նեղ դուրը։ Եվ դու պետք է որոշես։ Ուզում ես այդ դռնից մտնելներ, թե ոչ։ Եթե ուզում ես մտնես, ուրեմն այդ որովայնիդ վրայի այդ ճարպերը մեղքի տեսքով որ կան, պետք է գիտես ինչ անես։ Մաքրես, որ կարողանաս խոնարհվել։ Որ կարողանաս խոնարհվել, այլապես այդ որովայնը քեզ խանգարելու է, ոչ տենալու ես կոշիկներդ ինչ գույնա, ոչ տենալու ես նասկիներդ ինչ վիճակա, ոչ կարողանաս սնորոքներդ կոշկես, արձակես, ոչ մի բան չես կարողանալու անես։ Իսկ ավետարանը մեզ մի հատ շատ լավ բան է սովորեցնում։ Հագեք ավետարանի պատրաստակամության կոշիկները։ Եվ որ մենք այդ նեղ դռնից ներս ենք մտնում, այդ կոշիկները արդեն մեր հագին է։ Ու մենք սկսում ենք մարդկանց պատմել Հիսուսի մասին։ Ոչ թե իմ մասին, ոչ թե ես գիտեք աղոթում եմ ինչեր ալնում։ Ես գիտեք որ աղոթում եմ ինձ զորություն արձակվում։ Ասում ես իրոք։ Հələ Սուրբ Հոգին մի վարքյան հետը չլնի։ Հələ գնա աղոթ դինա միշտ կլնի։ Իսկ Սուրբ Հոգին երբ է մեզ լքում, երբ որ մենք բարդուպես քթներես բարձրանա, փորներս էլ առաջա գալի։ Մեղքերով լցված։ Ես իրականում այստեղ են նեղ դուրն է, որտեղ քո կյանքում շատ բան է սկսվում ու քո կյանքից պետք է հեռանա։ Ուզում եմ անամ շարունակում եք ձեր ձեռքերը պայելով ուզում եք նեղ դռնից ներս մտնի։ Ամեն։ Հաստատ։ Ես մի տեղ եմ կարդալու։ Հետո գնալու ես տուն մտածես։ Չեմ ուզում քեզ ստրեսի ենթարկեմ, բայց մի տեղ եմ ուզում կարդալ։ Շատ ցավոտ տեղ է։ Շատ։ Բայց նեղ դռնով անցնելու գինը սա է դառնում երբեմն։ Մատթեոս 10-րդ գլուխ 37 խոսքից եմ կարդում։ Նա որ իր հայրը կամ մայրը ինձանից ավելի է սիրում, ինձ արժանի չի։ Նա որ իր տղային կամ աղջկան ինձանից ավելի է սիրում, ինձ արժանի չի։ Նա որ չի վերցնում իր խաչը ու իմ հետևից գա, ինձ արժանի չի։ Նա որ իր անձը գտնում է, պիտի կորցնի նրան, եւ նա որ իր անձը ինձ համար կորցնում է, գտնելու է նրան։ Ով որ
հորը, մորը, տղային, աղջկան ասում է ինձանից ավելի շատ է սիրում, ինքը չի կարող ինձ արժանի լինի։ Մնաց ձեր ձեռքերը թե իջան արդեն։ Հո, եղբայր, դու չգիտես։ Հայրս ասում է այսպես արա, մի գնա եկեղեցի։ Հայրս ասում է դադարիր աղոթելուց, ես չեմ կարող հորս մերժել։ Գիտեք, ինչն ամենացավալին, որ մենք կարանք շատ հեշտությամբ Հիսուսին մերժենք, բայց չենք կարա մեր երեխուն ասենք ոչ։ Բավոր լացի, ոչինչ, չի մեռնի։ Զատո իր կյանքը կփրկես։ Զատո կփրկես։ Ով որ ասում, նորից եմ ուզում կարդալ։ Նա որ իր հայրը կամ մայրը ինձանից ավելի է սիրում, ինձ արժանի չի։ Նա որ իր տղան կամ աղջիկ ինձանից ավելի է սիրում, ինձ արժանի չի։ Նա որ իր խաչը չի վերցնում հետևից, գա ինձ արժանի չի։ Սա աշակերտ դինելու, սա այդ նեղ դրան գինն է։ Հիմա հասկացաք այդ կոդը որն է որ հավաքելու ես։ Ես պատրաստ եմ հորս չսիրել, մորս չսիրել, երեխուս չսիրել, տղայս չսիրել, բայց պատրաստ չեմ ալկոհոլը թողել, պատրաստ չեմ սիգարետը թողել, պատրաստ չեմ մեղավոր լիքը բաներ թողել։ Նրանք հանգիստ կանամ թողեմ։ Գուցե մեկն էլ հիմա ասի, «Վայ, Հովիկ ջան, ես ինչ լավ բան ասիր, երեխեքս կյանքս կերել են»։ Վերջ, գնում եմ տնից թափեմ դուս։ Գիտեք, Աստվածաշունչը մեզ դες չի սովորեցնում։ Ասում եթե մեկ իր ընտանիքի համար հոգ չի անում, ինք անհավատից գեշա։ Չի սովորեցնում, սիրելի տղաներ, աղջիկներ։ Վայ, ով ասեց սո, իմ հորն ու մորը պետք է չսիրեմ, ոչ։ Աստվածաշունչը ասում է պատվիր հորն ու մորդ։ Պատվիր։ Դու իրավունք չունես քո մոր վրա, քո հոր վրա ձայն բարձրացնելու։ Իրավունք չունես արհամարելու, ոչ միտեղ գրված չի ու քեզ տրված չէ այդ իրավունքը։ Բայց սիրո մասին, երբ որ խոսք է գնում, առաջի պատվիրանը սա է, սիրիր քո ամբողջ սրտով, եւ որ ես իմ ամբողջ սրտով սիրում եմ, ես չեմ կարող իմ երեխուն Հիսուսից շատ սիրեմ։ Եթե ես իմ երեխուն Հիսուսից շատ սիրեի, արդեն 20 թվից ես կողմ ես Հիսուսին կթողեի։ Ես 20 թվից ես կողմ Հիսուսին կթողեի։ Ես հիմա էլ եմ իրան շատ սիրում։ Ես հիմա էլ եմ իմ տղային շատ սիրում։ Չափից ավել շատ եմ սիրում, բայց իրան գիտեն, ես Հիսուսից ոչ մեկին, իրանց ոչ մեկին Հիսուսից ավել չեմ սիրում։ Ղուկասի ավետարանում դե մի հոգու էլ է մտցնում մեջը։ Էսի չեմ ասի, որ դու տղամարդիկ չարեթավոր ասեն, տեսար, կնգան էլ ասում։ Կնգան էլ ասում, վերջ կնիկ, ես որոնց էլ քեզ չեմ սիրելու։ Չէ։ Գիտեք, դու պարտավոր եք ձեր կնոջը սիրել, բայց ոչ Հիսուսից ավել։ Դուք պետք է սիրեք ձեր կանանց, դուք պետք է հոգանեք իրանց համար, դուք պետք է խնամեք իրենց, դուք պետք է իրանց սենց ձեռների վրա տանեք, բայց ոչ Հիսուսից շատ։ Սա է նեղդուրը։ Սա է նեղդուրը։ Եվ որ մենք սկսում ենք սա հասկանալ, գիտեք, մեր կյանքում սկսում են գույները փոխվել։ Այնքան եմ լսել, մերս իմ Աստվածն է։ Իմ սրբությունն է, բայց այդ խեղճ մերը սոված մեռել է։ Մորս մեկը բան ասի, բայց այդ խեղճ մերը անկողնում տկար մի բաժակ ջուր ուզում, չի ալարում է հեռախոսը դնել իմ օրը ջուր տա, գոռում է, կնգան կամ քրոջը կամ այն մեկին, ելեք մի հատ մամային ջուր տվեք։ Գիտեք, սա Աստծո պատվիրանի խախտում է։ Բայց Հիսուսն ասում է, ով որ ինձանից շատ սիրի, նա ինձ չի կարող արժանանալ։ Գիտես, որ քո կյանքի մեջ առաջի տեղը Հիսուսն է, մնացածը բոլորը պաշտպանված են։ Քո կինը պաշտպանված է, քո երեխեն, քո աղջիկը, քո տղան, քո մաման, քո պապան, բայց որ ինքը գլուխն է, Հիսուս այդ գայի նստած է, մնացած բոլորը պաշտպանված են։ Իսկ եթե որևիցե մեկին բերում դնում ես գայի վրա, ինքը արդեն վտանգի տակ է։ Եթե մեկը ասում է, հայրը, մայրը ինձանից ավելի սիրի, ինձ արժանի չի։ Եթե մեկը տղային կամ աղջկան ինձանից ավելի սիրի, ինձ արժանի չի։ Ղուկասում նաև շեշտում է կնոջն էլ։
Գիտեք, սա ցավալի է։ Այսօր մեր քրիստոնեության մեջ, որ մենք չենք գիտակցում այդ նեղդրան գինը։ Գիտեք, ես ինչի եմ ցավում, ինչի եմ ասում ցավալի է, որտեղ մեկ օր գնալու ես տուն, դուռը թակես, ու գիտես քեզ բացող չլինի, ասեն, գիտես կա, որտեղ դու այդ դռնով չես եկել։ Ընկեր, խես եկես ստեղ, հիշում եք հարսանիքի առակը։ Մեկը հարսանիքի մեջ էր արդեն։ Եկավ ասած ընկեր, դու հանդերձները հարսանեկան չեն, սրանք ապեք դուս արեք, բայց ինքը հայտնվել էր այդտեղ։ Ու ինքը մտածում էր, հայ բրծա, մտել եմ։ Գիտեք, գուցե պատահաբար գտել էր մեկի անձնագիրը, որտեղ գրած էր օրինակ Հարությունյան Ռուզանա։ Նկարը փոխել էր, մազերը սարքել էր ու մտել էր ներս։ Թագավորը մտավ ասեց, «Յա, այս կնգանով տղամարդ կա ստեղ, բռնեք դուս արեք սրան, սրա հանդերձները ուղիղ չեն»։ Ու դուրս արեցին։ Գիտեք, նեղդռնով է մեր փրկությունը։ Քիչ առաջ մենք երգում ենք, նեղդռնով է մեր ճամփան։ Հովի, շատ դժվար է։ Ինձ գործի տեղ ասում են դու աղանդավոր ես։ Սկսի աղոթել քո գործի տեղի համար։ Սկսի իրականում քրիստոնյա ապրել, եւ հետո կտեսնես այդ աղանդավոր ասողները մեկ օր քեզ ասելու են պատմի քո Աստծո մասին ինձ։ Եվ որ տեսնեն իրականում դու քրիստոնյա ես։ Իրականում դու ապրում ես երկնքի արժեքներով։ Ոչ թե ասում ես քրիստոնյա եմ, տենում ես երկու հոգի նստած խոսում են, գալիս ես ինչ կա, հա, Վարդուշիցեիք խոսում, հա։ Բաղորդում ես Վալոդը ինչ անում։ Խառը դրկսվելս մեզնից ինչով ես տարբերվում։ Ինչով ես մեզանից տարբերվում։ Մենք բամբասում ենք, դու էլ հետներես հավասար բամբասում ես։ Գիտեք, որ իրականում ասեմ ձեզ մի բան, ավետարանը ասում է, այս աշխարհի որդիները խավարի մեջ նստած, սպասում են լույսի որդիների հայտնվելուն։ Իրանք ուզում են քո լույսը։ Հովիվ դու չգիտես մեր աշխատանքի տեղ ինչքան դժվար է։ Ես մի բան ավելին գիտեմ։ Հիսուսը այդ շատ հեշտ է։ Դժվար է, բայց շատ հեշտ է, որտեղ տեղեր կա, որ ինքը քո ձեռների վրա է տանելու իրան։ Քեզ իր ձեռների վրա է տանելու։ Ու ամեն բան կարա փոխվի։ Ամեն բան կարող է փոխվել։ Երբ որ դու ուզում ես անձդ խոնարեցնել, նմանվել Հիսուսին ու հեզ լինել ու այդ դռնով ներս անցնել։ Այդ էր պակաս։ Այդ դռնով էլ որ ներս անցնեմ ու վերջ, կխնդրեմ գաք նվագեք։ Գիտեք, սա այնքան կարևոր է սիրելի եկեղեցի, ամեն մարդիկ ովքեր որ մեզ լսում եք։ Վերջին ժամանակներում, գիտեք, ամեն մեկը ասենց կարծես բանա տալիս, ճանապարհա ցույց տալի, որ լայն բան, հավատա Հիսուսին ու վերջ, դու ինչ ուզում ես արա, փրկված ես։ Գիտես, իրականության մեջ դա այդպես չի։ Աստված ունի պայմաններ։ Ես պատրաստ եմ հովիվ ամեն ինչ թողելու, բայց սիգարետս չեմ կարում թողել։ Իրոք։ Իրոք պատրաստ ես կյանքը դնելու Հիսուսի համար, բայց սիգարետը ոչ։ Իրոք պատրաստ ես կյանքը դնելու Հիսուսի համար, բայց բամբասանքը ոչ։ Իրոք պատրաստ ես կյանքը դնելու Հիսուսի համար, բայց շնությունդ ոչ։ Իրոք պատրաստ ես դու։ Այդ դեպքում ո՞նց կարա այդպես լինի։ Եվ որ մի քիչ sense ամբրակած տղամարդես դերում չոքերը թուլնում է։ Ո՞նց կարա դա այդպես լինի։ Ո՞նց կարա լինի։ Ես իմ անձը կդնեմ։ Անձը դնում, գիտեք, այդ հարցերը արդեն վաղուց լուծված կլինի իր համար։ Չի կարող սել եկեղեցի, ամեն մարդիկ ովքեր որ մեզ կլսեն։ Ես չգիտեմ ում համար սա ասեցի։ Ես տեսնում եմ արաղի բաժակը, ինձ կորցնում եմ։ Բայց ես պատրաստ եմ, Հիսուս, իմ կյանքը քո համար տամ։ Բայց բաժակը չէ։ Ասում եմ, եթե մեկը, ասա եթե մեկը, եթե մեկը ասում եմ, չթողի, խաչը չվերցնի ու գա, չի կարա։ Գիտեք, ձեր առաջ մարդ է կանգնած,
որ հալածանքի մեջով էլ անցե, դժվարության մեջով էլ անցե, գայթակղությունների մեջով էլ անցե, հիմա էլ անցնում դժվարությունների մեջով։ Բայց գիտեք, ինք իր կյանքում որոշում ունի։ Հիսուս դու կյանքին նստած ես գահի վրա։ Գահի վրա։ Երբեք քո գահի վրա չեմ փոխարինելու։ Ոչ հորս, ոչ մորս, ոչ տղայիս, ոչ կնոջս, ոչ աղջկաս։ Դու ես դնելու իմ գահի վրա, ոչ իմ ունեցվածքը, այն որ դու ես տվել։ Ոչ մեկը, ոչ իմ եկեղեցին, որտեղ ծառայում եմ։ Ոչ մեկը այդ գահի վրա չի նստելու։ Այդ գահի վրա մենակ դու ես նստելու։ Ու գիտեք, այդ դեպքում բոլորի համար դու դառնում ես խորտ։ Ոնց։ Ասեք, ես իմ երեխաներին շատ եմ սիրում։ Ես իմ կնոջն եմ սիրում։ Բայց գիտեք, ոչ մեկը Հիսուսի տեղը չի կարա գրավի իմ կյանքում։ Ոչ մեկը չի կարա գրավի Հիսուսի տեղը իմ կյանքում։ Դա նեղ դուրն է, որ դու պետք է անցնես։ Դա նեղ դուրն է, որով դու պետք է մտնես ու քայլես։ Փշեր կլնեն, դժվար կլինի, քար կլինի, մեր կողմել գլխիդ կգնի։ Սա է իրականությունը։ Սել եկեղեցիկ, ամեն մարդիկ ովքեր որ մեզ կլսեք։ Ուզում եմ նորից գամ առաջի կարդացածս տեղին եւ կավարտեմ խոսքս։ Նեղ դռնից ներս մտեք, որտեւ լայն են դուռը ընդարձակ այն ճամփան, որ դեպի կորուստ է տանում եւ շատվոր են նրանք, որ մտնում են։ Գիտեք, մեկ անգամ մեր ավակովը մի բան ասեց։ Ասում է, որ խաշի ես կանչում, բոլորը գալիս են, բայց որ աղոթքի ես կանչում, շատ քիչ մարդ է գալիս։ Գիտեք, որ խորոված անել ես, խորոված ես անում ու կանչում ես բոլորին, բոլորը գալիս են։ Բայց որ ասում ես, եկեք գիտես, կա ծոմով աղոթել, տեսնում ես ունենք 50 հոգուց 5 հոգին են գալիս։ Բայց խորովածի դեպքում 50 էլ գալիս են։ Որտեվ լայն է։ Եվ որ պետք է ծոմով կանգնեք աղոթքի դժվար է, նեղ է։ Ոնց կլինի ամբողջ օրը ես սոված աղոթեմ, ոնց կլինի ես այդ ամբողջ օրը չծխեմ, ոնց կլինի ես այդ ամբողջ օրը չխմեմ։ Բայց Հիսուս ուզում եմ քո հետևից գամ։ Այդ փորով չես կարող մտնես։ Մեկ անգամ մեր տղաներից մեկին ընկերներից հովիվ էր ճանապարհում ենք, ասենք գնում է Ռուսաստան ծառայելու հետ գար, օդանավակայանում իր ձեռքի պայուսակը բավական մի քիչ sense շորեր էր լցած ուռած էր։ Այդ աշխատող ասաց, այս պայուսակով չես կարող դու։ Պետք է չափել, ունդեղ մի հատուկ sense երկաթներից բան կար դրած, այդ քո պայուսակը պետք է դրա մեջ մտնի։ Ոչ մի ձևի չէր մտնում, ասի օքեյ, սարի մի բան անենք, ասաց ինչ։ Ասել մեծ սկոչ առնենք։ Ասի շորա չէ մեջ կոտրել, հասա մենակ շորերը սա։ Ասի ոչինչ չմրվեց ու կհարտուկեք։ Ասես պին ցեղմեցիկ ու սկսենք փաթաթել, այդ շորերը մեր ունի խեղդվում ենք, այս ինչ եք անում ես։ Բայց ցեղմեցինք, որպեսի ասի տեսեք մտավ սրա մեջ։ Հա, ասին այդ դեպքում կարա։ Գիտեք ոչ մի շոր չենք անե մեջից։ Պարզապես նեղացրել ենք եւ մտավ դրա մեջ։ Հիմա նայեք, սել եկեղեցիկ, ամեն մարդիկ ովքեր մեզ կլսեք, քո կյանքում կլինեն այդ ամեն ինչը, նպատակը մի բան է, որ դու կարողանաս այդ դռնից անցնել, այդ դռնից անցնել, եթե դրանք չլինեն, ես ու դու այսպես կգիրանանք արդեն, մեկ մարդիկ եմ տեսել, իհարկե Քավլիցի խնդրում ներող լինեք, դուք եթե համացանցով մեզ կնայեք, այնքան գերեն քայլոց սենց են քայլում։ Սենց են քայլում։ Որտեվ այս ոտերի այս այդ մկան չի այնտեղ արդեն։ Չգիտեմ ինչ է, այնքան շատ է որ ուղիղ չեն կա, արդեն ոտերը սենց, ձեռները սենց են քայլում։ Ինչի որտեվ այդքան գեր են։ Եվ այդ կարգի գերը, մեղքերով գերը, ինքը չի կարող այդ նեղ դռնից ներս մտնի։ Դու պետք է որոշում կայացնես քո կյանքում։ Ես ուզում եմ այդ նեղ դռնից ներս մտնեմ։ Տեր, օգնի ինձ։ Պետք է այս մեղքը թողելու, կթողեմ, պետք է էսի, պետք է էսի։
Ես ուզում եմ այդ դռնից մտնեմ, որտեղ փրկությունը դա է։ Օ, եղբայր ինձ հալածում են։ Հալածանք 3 օր ու գիշեր տնից դուրս անել, մի տարի հետը չխոսալ, մի տարի ձեր մեծ ընտանեկան խնջույքին բաժակ բարձրացնելու ասել, եկեք խմենք մեր 4 աղբոր կենացիկի, մեկը իմ համար մեռած ու դու նստած ես։ Գալ բոլորին բարևել, քեզ մսես նայել անցնել։ Բայց ես շարունակում իրենց համար աղոթել։ Բոլորը մտածում են, որ գիտես, վերջ։ Ասում Հիսուս ջան, վերջը քո խոսքն է։ Գիտեք իմ այդ մարդիկ ոնց են փոխվել։ Գիտեք այդ մարդիկ այսօր իմ հետ ինչքան սենց ոնց ասեմ, կոպիտ բան է, բայց ասեմ, պորտալարով արդեն կապված են։ Ոնց է երեխան մամային պորտալարով կապված, այդ է հենց։ Գիտեք, բայց ես իրանց ասի, ես Հիսուսին չեմ թողի։ Ես Հիսուսին չեմ թողի։ Դուք կարաք ինձանից վերցնեք ամեն բան, կարաք վերցնեք ընդհուպ իմ կյանքը, բայց դուք Հիսուսին ինձանից չեք կարա վերցնեք։ Հա, համաձայն ենք։ Գիտեք, բոլորի մոտ այդ պայմանն է։ Ինչ ուզում ես արա, բայց եկեղեցի մի գնաս, իս առանց եկեղեցու հաշվեք մեռած եմ։ Քո տան մեջ աղոթի, քո տան մեջ կարդա։ Ասում եմ, դուք չեք հասկանում, որ ես սնվում եմ այդ մարմնից։ Առանց այդ մարմնի ես կչորանամ։ Գիտեք, սա է իրականությունը։ Որտեվ սա իր մարմինն է։ Ու որ մեկ գալիս են մոտ խոսում են դժվարություններից, ես լսում ասում եմ, շատ լավ է, կարակ անցնեք, ոնց կարամ անցնեմ, ասում եմ, հա։ Խնդրում եմ սիրել եկեղեցի, մտածեք այն ճանապարհի մասին, որով հիմա գնում եք։ Արդյոք այդ նեղ դռնից եք ներս մտել։ Արդյոք այդ ձեր որովայնը հոգևոր խանգարում է ձեզ կռանալ, ուրեմն բաներ կան, որ դուք պետք է մաշեք, կտրեք, թափեք, որպեսզի կարողանաք խոնարհվել ու Տիրոջը երկրպագել, որպեսզի կարողանաք այդ դռնով անցնել։ Գիտեք, ես այդ ազգի տաճարը որ տեսա, ինձ այնքան բան ասեց։ Ասում եմ, իրենք ամեն մտնողին ստիպում են, որ իրանք Աստծո առաջ խոնարհվեն։ Ստիպում են, որ խոնարհվեն։ Իսկ մեր մոտ դռները այնքան բարձր են, որ երևի կռանը կանցնի մեջով։ Որտեվ շատ ծառայողներ այդպես բարձր են, բարդու պես։ Ես ու դու մտածելու բան ունենք։ Ուզում եմ այդ նեղ դռնով ներս մտնեմ, թե ոչ։